Հրապարակը գրում է. գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների լուրից ցնցված հանրությանը ըստ ամենայնի երկրորդ ցնցումն է սպասվում։ Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Հրապարակի տեղեկություններով իշխանությունները Գարեգին II կաթողիկոսի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Թերթին պատմել են, որ քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում փողերի լվացման հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է Շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։ Գործը վերաբերում է բնակարանին, որը մայրաթոռը հատկացրել է Շողակաթի երկարամյա տնօրենին իր ֆոնդից։ Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Ժողովուրդը գրում է. իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում արտահերտ նիստ է հրավիրել առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերվում օրակարգ։ Թերթին պաշտոնապես որևէ մեկը չի մեկնաբանում, ինչ օրինագիծ են ներկայացրել արտահերթով եւ որն է այդ շտապողականության կենսական կարեւորությունը։ ՔՊԻ թերթի աղբյուրները հայտնել են, որ արտահերթ նիստի առանցքում ընտրությունների ընթացքում դիտորդական մարմինների աշխատանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունն է։ Ընտրական օրենսգրքի մի հատվածը դեռ անցած տարի հաստատվել է, սակայն առանց այժմ առաջարկվող փոփոխության արդեն ընդունված նորմերով ՀՀ նախագահը չի կարող ստորագրել օրենքը եւ հենց դրա համար էլ իշխանությունը մտադիր է այսօր անել այդ փոփոխությունները ազգային ժողովում անցկացնելով երկու ընթերցում։ Այնուհետև այն արագ կուղարկվի նախագահի ստորագրությանը, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ օրենքը կիրառելի լինի։ Ժողովուրդը գրում է. հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է վարորդներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ոչ լսող կա, ոչ խնդիրը լուծող։ Վարորդները Facebook-յան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է, թեև օրինակ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներին հուսադրել էր, թե հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ։ Հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որոնցից մեկը հունվարն է, մյուսը հունիսը։ Հրապարակը գրում է. երկու օր առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կհայտարարվի, որ վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբորորդին, որը մեր ձևով շարժման համակարգողն է։ Սակայն թիմում բուռն քննարկումներ են գնում, թե ինչպես մատուցեն այդ լուրը։ Ոմանք համարում են, որ Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է այդ կարգավիճակի համար։ Ըստ ամենայնի կհայտարարեն, որ Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու падգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակի աղբյուրները հայտնել են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը ըստ փորձառու աշխատակիցների չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ տեղակալների հետ։ Կարելի է ասել մեկուսացած է, ինչի հետևանքն են նաև ՊԵԿ-ում վերջին շրջանում մաղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։ Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ SMS հաղորդագրությամբ առանց որևէ հոդաբաշխ բացատրության ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը։